Ռազմաբժշկական հետազոտության առաջին մասն է նորակոչիկների առողջական վիճակի ստուգման ուղղված մնացած միջոցառումներն ու պատվաստումները հավաքակայանում։ Բժիշկների աշխատանքներին հետևում ու եզրակացությունների նորակոչիկների հետ նաև տարածքային զինկոմիսարներն են սպասում։ Ասում են, երբեմն դեպքեր են լինում, երբ անկախ բժշկի բացասական եզրակացությունից ծնողները պնդում են զավակին զորակոչել պաշտպանության բանակ։ Ասում եք, որ ձեր երեխան առողջական խնդիրներ ունի, պետք է բուժվի կամ պետք է տարեկետում ստանա բուժման նպատակով, ծնողները դիմում են, խնդրում են, որ չէ, պետքա, եթե տղա է, ուրեմն անհրաժեշտ է, որ անպայման ինքը գնա իր հայրենիքի սահմանները պաշտպանի։ Զինված ուժերի իհարկե միմիայն առողջ տղաներ են զորակոչվում, բայց ամեն դեպքում ծնողների եւ առհասարակ հասարակության վերաբերմունքը բանակի ու զորակոչի նկատմամբ առանձնահատուկ է, ասում են համակարգի պատասխանատուները։ Այդ են վկայում նաեւ ընտանիքներում ավանդական քեֆ ուրախություններն ու բարձր տրամադրությամբ որդուն բանակ ճանապարհելը։ Հիմա արդեն բանակ ճանապարհում են հստակ իմանալով, թե որ զորամասում է ծառայելու։ Հարազատների ներկայությամբ նորակոչիկներն իրենց ծառայության վայրը վիճակահանությամբ են ընտրում։ Դա տղամարդու պարտականությունը պետք է գնա իրեն հայրենիքը համած պարտ կկատարի ծառայել վերջացնում գա։ Նորակոչիկներից ոմանք ուսումնավարտած, ոմանք էլ 2 տարի անց այն շարունակելու պայմանով են համալրում բանակի շարքերը։ Տիգրան Բալայանն օրինակ կարծում է, որ ուսանել կարելի է նաև զորացրվելուց հետո, այսօր ոչ պակաս խնդիր պիտի կատարի։ Ես իմ առջև դրել եմ մի շատ կարևոր խնդիր, դա կայանում է նրանում, որ գնում եմ ծառայեմ հայրենիքից, դա շատ մեծ պատասխանատվություն է։ Եվ այսպես տղաները թափանցիկ եղանակով ընտրում են այն զորամասը, որտեղ գրվելու է իրենց կենսագրության ամենափառավոր էջերից մեկը, իսկ ունենալ զինվորական կենսագրություն յուրաքանչյուր հայ տղայի համար պարտադիր լինելուց ոչ պակաս պատվաբեր է։ Բանակը իր ուրույն ազդեցությունը թողելով երեխայից սարքում է տղամարդ։ Ծնողը ուրախությամբ է նշում, որ ինքը ճանապարհեց, երեխա ստացավ պատրաստված մի տղա, որի վրա կարելի է հույս դնել, որի հետ կարելի է հույս կապել։ Նարեկ Սահակյան, Արցախի ժամը լրատվականի համար։